Ամենասեքսուալ մարմինը տղամարդու մեջ ինձ համար դա պետք է լինի իր ուղեղը, տղամարդը, ասելը անում է, որտը պետք է կտրվի, հասկանում եք, որտեվ դա ամենաառաջինը կարևորը երեխաներ, ինքնուրույն երեխաներ ստեղծելու համար։ Ես անձամբ, որ եթե իմ մասին խոսեմ, նոր պատրաստ եմ ամուսնանալու։ Ես շատ շնորհակալ եմ իմ ծնողներից, իրանք ընդունել են ամեն բան, ինչ որ ես արել եմ իմ կյանքում։ Մի օր ինքը ինձ գրկեց, ասեց, կլինես իմ մաման, ասեցի կլինեմ։ Ես միշտ չեմ ուզում, որ ես հաղորդում համարվի, որտեվ մտածում եմ, որ ես մեր կանանց զրույց է ուղղակի։ Եվ իմ ձեր ասած ֆիշկան այն է, որ ես եթե անգամ հայտնի են, այնպիսի կանայք են, ովքեր անկեղծ են, այն օրը ձեզ ասեցի, անկեղծ ենք զրուցում, այստեղ չենք ամաչում մեր կյանքում անցած գնացած բաներից։ Ընդհանրապես պետք է չամանչես ոչ մի բանից, դա քո կյանքն է, քո կյանքի փորձն է։ Բայց շատ մարդիկ կան, որ հրավիրում եմ, իրանք ասում են, ես ինչ բանը չասեմ, ես ինչ չասեմ, ասում եմ, ուրեմն դու իմ հաղորդմանը։ Հիշում ես, դու ինձ ասեցիր հարցերը նախապես ասեցի չեմ ուզում, ոչ հարցեր, ոչ պատասխան։ Այո։ Մենք հանդիպեցինք հիմա, գինի ենք խմելու եւ մի քիչ զրուցենք մեր կյանքից։ Այո։ Եվ ուղղակի ուզում եմ հետևորդներին հիշեցնել, որ ես Աննան եմ, դուք գտնվում եք Տաբուի YouTube-յան ալիքում, եւ այսօր հրաշալի խոսակցություն զրույց է սպասվում հրաշալի կնոջ հետ, որը մեծ ճանապարհ անցել, հաստատ դժվարությունների միջով եք անցել, չէ՞։ Բոլորիս պես։ Եվ ուղղակի ուզում եմ որպես կին զրուցել, հասկանալ ինչ խնդիրների առաջ է կանգնել եւ փորձելով զրուցել ուղղակի այն կանանց, ովքեր դժվար վիճակում են կամ դեռ նոր պիտի անցնեն ինչ որ ճանապարհ, ձեր ուղղակի պատմությամբ, խորհուրդներով կիսվենք եւ նաեւ բարձրացնենք մեր հասարակության մեջ եղած շատ խնդիրներ։ Կանանց կինոց, այո։ Այսօր կփորձենք խոսել նաեւ տղամարդկանց մասին, այ լավ, եկեք հենց այդտեղից էլ սկսենք իդեպ։ Ինչպիսին է տղամարդու կերպարը, որը հնարավոր է, որ ձեզ դուր գա, այսինքն ժամանակները անցել են, եթե հետ նայենք դա ուրիշ է եղել, ինչ որ էտապում ուրիշ է։ Միշտ եղել է նույնը։ Միշտ նույնն է եղել։ Որն է այդ կերպարը։ Տղամարդու իմ համար հատկացած։ Իդեալական է, որ երբ որ ասում ենք տղամարդ, պատկերացնեք, որ այդ։ Իմ համար տղամարդը դա շատ ամենասեքսուալ մարմինը տղամարդու մեջ ինձ համար դա պետք է լինի իր ուղեղը։ Եթե ինքը խելացի է, ինքը իմ համար շատ սեքսի է։ Ես դիտում եմ տղամարդկանց այդպիսին։ Այսինքն, եթե ես իր հետ կարող եմ զրուցել, ինքը իր ինտելեկտով, իր խելամիտությամբ եւ ուղեղի, այսինքն ինտելեկտով, պարունակությունով ինձ գոհացնում է, իմ համար շատ սեքսուալն է տղամարդը։ Դա ամենակարևորը։ Երկրորդը տղամարդը ասելը անում է, եթե խոսքը դուրս է եկել տղամարդու բերանից, անգամ եւ եթե ինքը փոշմանի 5 րոպեից հետո ասացի համար, ինքը իր ասացի տերը պիտի լինի, այսինքն իմ համար դա է շատ կարևոր եւ քիչ խոստովանի եւ շատ կատարի։ Այդքան մի բան, այնքան շատ բան եմ ես տեսնում այդ ամեն ինչի մեջ, շատ քիչ, մնացած ամեն ինչ օքեյ է, այդ երկու բանը եթե կա, ինձ համար տղամարդը դառնում է հետաքրքիր տղամարդ։ Երբ որ մենք զրուցում էինք միջև մեր նկարահանումը, դուք ինձ ասացիք, որ միշտ այնպես է պատահել, որ օգնության կարիք ունեցող մարդկանց հանդեպ թուլություն եք ունեցել եւ նույնիսկ տղամարդկանց, այսինքն դեռ մանկուց դուք ուզել եք։ Այո։ Այդ չի խանգարել ձեզ ձեր ընտրությունը կատարելու հարցում։ Դե եթե չխանգարեր, ես այսօր մենակ չէի լինի, փաստորեն խանգարել է։ Իսկ մանկուց այդպես է ստացել, որ ես ինձ չգիտես թե ինչու այդպիսի դեր էի վերցրել ինձ վրա, որ ես պարտադիր պիտի օգնած լինեմ եւ պաշտպանեմ թույլերին, տկարներին, հիվանդներին, այսինքն ես միշտ իրենց պահապանն էի փոքրուց։ Ես հիշում եմ մեր թեկուզ դասարանում, թեկուզ մեր բակում, ինչքան թույլ տղաներ կային, իրանք ռիվանելուց կամ եթե իրենց մեկը նեղացնում էր, ինձ էին կանչում, որպեսզի ես արդարությունը ստեղծեի այդտեղում։ Եվ միշտ իմ ձեռքի տակ անցնում էին այդպիսի թույլ տղաներ, թույլ, հա։ Հետո կյանքի առումով, երբ որ ես սկսեցի մեծանալ, շատ բան հասկանալ, էլի իմ կյանքում տենց հայտնվում էին
այդպիսի տղամարդիկ, օգնության կարիք ունեցա։ որոնք որ հա ավելի ինձ թվում է որ ես իրենց կյանքում պետք է մեծ դեր խաղամ այդ մամայի սինդրոմը, մամայական սինդրոմը ինձ մոտ միշտ գերադասում էր կին լինելու սինդրոմը։ Ինձ թվում էր որ ես դա շատ մեծ սխալ է։ Կինը մամա չի, մայր չի, մայրը, կինը։ Իսկ իմ մոտ այդ երկու դերերը խառնվել են իրար։ Երևակայի դա դաստիարակությունից էր, իմ տատիկից էր գալիս, ես չգիտեմ, բայց ես գտնում եմ, որ դա շատ սխալ էր։ Հենց դա է ուզում հարցնել, օրինակ հայ մայրերը, միշտ չեմ սիրում տարանջատել տարբեր ազգությունները, բայց հայ մայրերը ունեն այդ բանը, որ երբ որ դու մայր ես դառնում, դու այլևս կին չես։ Այդ դաստիարակությունը մեր մոտ կա, բայց ձեզ մոտ այդքան էլ հայ չի, չէ՞ ձեր մայրիկը։ Չէ, իմ մայրիկը ընդհանրապես հայ չի։ Այդ եմ ասում։ Ընդհանրապես հայ չի։ Ոնց է ստացվել, որ էլի այս նույն գիծը Ես չգիտեմ, իսկապես որ մեկ-մեկ sense մտածում եմ, իմ տատիկս էր միշտ ասում, տատս, որ ինձ դաստիարակել է եւ իմ կայանալու մեջ մեծ դեր է խաղացել իմ ոչ հայ տատիկը։ Ինքը միշտ ասում էր, որ գիտես, ասում էր, գեղեցիկներին, սիրուններին, հարուստներին, բոլորը սիրում են, իրանք խնդիր չունեն, բայց եթե դու կարողանաս սիրես ոչ կայացած, ոչ գեղեցիկ մարդ խնդիրներով, այդպեսի սերը ավելի գնահատվելի է, քան այս մեկը։ Ինձ թվում էր, որ ճիշտ է ասում տատիկը, այս տղաներին բոլորը կսիրեն, իսկ սրանց մեղք չեն, իրանք էլ են ուզում սիրվել։ Հասկանում ես, ինձ թվում է այդ տատիկի շատ սխալ գիծն է, որ ասեց ամրացրեց ինձ մեջ, ու ես տղամարդկանց հետ ում ես կյանքը կապում էի, ես իրենց նկատմամբ ավելի շատ մայր էի, հասկանում ես, քան կին։ Ոչ թե երեխա ունեի կամ չունեի, ես այդպիսին էի։ Ես անգամ աշխատանքի տեղում եմ այդպիսին։ Բայց ուզում էի հարցնել։ Հասկանում ես, շատ վատ է, շատ սխալ է, մայր։ Դա դեր է, որը որ խառնում է դերերը, էլի մարդ պիտի ինքը լինի ամենտեղ ինքնուրույն եւ իր դերի մեջ։ Իսկ կյանքի ընթացքում, կյանքի փորձ ձեռք բերելով, մեծանալով փորձել եք այդ փոխեք եւ ստացվել է թե չէ։ Անկամ հիմա ես թորներ ունեմ եւ հիմա նոր սկսել եմ, արդեն մեծ են թորնիկներս, բայց երբ որ փոքր էին, ես էլի վերաբերվում էի իրենց որպես մայր, ինչը որ շատ մեծ դժգոհություն էր առաջացնում իմ երեխաների մեջ։ Իրանք ասում էին, դու մամա չես, մի մոռացիր, դու սիմվոլիշ տատիկ ես։ Ես էի հետո նեղանում, ասում եմ, ես վատ բան չեմ անում, չէ։ Հետո ես հասկացա, այդ թորնիկներից մեծանալուց հասկացա, որ այս դերը պիտի դադարվի։ Վերջ։ Ես մայրիկ եմ մենակ իմ երեխաների համար եւ այլևս ոչ մեկի համար։ Եվ ես ուզում եմ ասեմ, որ վերջի տարիներին, այս վերջի մի քանի տարիների ընթացքում ես կարողացա այս դերը վերջապես մոռանալ։ Ստացվեց։ Ստացվում է, հավատացեք ու ասեմ, որ մեծ արդյունքներ ստացվեց համ թորնիկներիս, համ մնացած անդամների մեջ, որոնց նկատմամբ ես դերը փոխեցի։ Դա շատ ճիշտ էր։ Իդեպ մեր այս հաղորդումների ընթացքում ես հասկանում եմ, որ այս խնդիրը կա եւ նույնիսկ օրերս մի տեսանյութ էի փոքրիկ հրապարակել, հասկացա, որ որտեղ խոսում էր հոգեբանը այն մասին, որ մեր մայրերը ունեն այդ խնդիրը, որ երեխաներից պորտալները չեն կտրում եւ շատ մեծ արձագանք է ստացել։ Իհարկե բացասական կարծիքներ էլ կան, բայց հասկանում եմ, որ խնդիրը տարածված է եւ այ ուզում եմ այդ մամաներին, որ այդպես էլ չեն կարողանում ձերբազատվեն։ Շատ սխալ է, շատ սխալ է, պորտը պետք է կտրվի։ Հասկանում եք, որտեվ դա ամենաառաջինը կարևորը երեխաների ինքնուրույն երեխաներ ստեղծելու համար։ Ինչքան մենք այդ պորտը պահում ենք, այդքան մեզ լավ է մի կողմից, մենք մեզ զբաղված ենք գտնում, մենք տեսնում ենք, որ երեխեքը կարիք ունեն մեր մեջ, դա մեզ շոյում է մի կողմից, բայց մյուս կողմից եթե մենք այս երեխաներին իսկապես սիրում ենք ու ուզում ենք, որ իրանք կյանքում կայանան եւ ամուր մարդիկ դառնան, մենք ինչքան հնարավոր է շուտ պետք է այդ կապը կտրենք, ինչքան էլ ցավալի չլինի մեզ համար դա, մենք պետք է մեզ զսպենք, այսինքն պինդ պահենք մեզ ու թողնենք, որ այս երեխաները ինքնուրույն օգնենք, եթե շատ դժվար է, միայն շատ դժվարի դեպքում իրանք կայանան, հակառակ դեպքում չեն կայանա, ու հակառակ դեպքում մենք կունենանք, մենք անայք այդպիսի տղամարդիկ, ոնց որ եւ մենք ունեցել ենք, եւ սենց տխուր վիճակի մեջ եւ
հակառակը տղամարդիկ կունենան այն կանանց, որոնք իրանք ունեն ու շատ դժգոհ են իրենց կանանցից։ Ուզում եմ ասել, որ այդ պորտը պետք է շուտ կտրվի։ Ու ես ասեմ, որ այս սիտուացիան շատ նման է հрьяաների մոտ եւ մեզ մոտ։ Հрьяաներն էլ այսպես միջև կյանքի վերջ պահում են իրանց երեխեքին, սենց պորտը չեն կտրում, պահում են եւ մենք հայերս երևի դա բնորոշ է շատ հին գենին, շատ հին ժողովուրդներին ապրած, որպեսզի չգիտեմ երևի պահենք իրար կամ պետություն չունեցող երկար դարեր եւ այլն, այդտեղ էլ մի խորհուրդ կա, հենց այնպես չի սա։ Ուղղակի հрьяաների կանայք, հрья մայրերը շատ ավելի լիդեր դերում են, քան հայ մայրերը, չեք կարծում։ Հա, իհարկե ես ոչ թե չեմ կարծում, ես ամբողջ կյանքս ապրել եմ հрьяաների մեջ, որտեղ ես բնակավայրով ծնվել եմ Ադեսայում, որտեղ որ հрьяաների քաղաքն էր, իմ տատիկն էլ ունի կապ այդ ամեն ինչի հետ եւ ես ապրել եմ մի բնակավայրում, ես դա տեսել եմ եւ գիտեմ, որ հрья կանայք տան մեջ, իրենց ընտանիքների մեջ ավելի մեծ դիրքերում են, որտեղ իրանք պաշտվում են իրենց ամուսինների կողմից, իրենց երեխաների կողմից, իսկապես են պաշտվում, ոչ թե միայն կենացների ժամանակ եւ ինչ որ հավաքույթների ժամանակ։ Կինը այնտեղ հավասարումը շատ բարձր դիրքում է գտնվում, ամուսինը ծառայում է իր կնոջը եւ ամբողջ ընտանիքին, ոնց որ եւ կինը ծառայում է իր ընտանիքին եւ հետո իր ամուսնուն, որտեղ ամուսինը անբաժանելի մասն է։ Եվ քանի որ հիմնական ծանրությունը ընկնում է ընտանիքի մեջի, ծանրությունը կնոջ վրա, ամուսինը պաշտում է այդ ծանրությունը, օգնում է եւ ենթարկվում է, ինչու՞ չէ ոչ։ Այ շատ հետաքրքիր մոդել է, որը հիմա ուզում եմ մենք քննարկենք մեր տարբերակում։ Ես սա իմ անձնական կարծիքն է, որ հիմա մեր կանայք շատ ավելի ուժեղ են, շատ ավելի ընտանիքում աշխատանք են տանում, ավելի ինքնուրույն են, բեռը նրանց վրա է, բայց միևնույն է տղամարդիկ ոչ այդքան են պաշտում, ինչքան որ հարկավոր է։ Ձեր կարծիքով մեր այս ընտանեկան մոդելի մեջ ինչ որ բան փոխելու, ավելի ուղումներ մտցնելու կարիք կա, թե չկա, որովհետև ոնց որ թե սպառվել է այս մեր ընտանեկան մոդելը, որի մասին մեզ միշտ ասել են։ Նայ, մենք չենք կարող լինել հрьяաներ, որտեղ մենք տարբեր ենք եւ մեր ընտանիքներում չի կարող լինել այդպիսի պաշտել կնոջ այնպես ոնց որ իրենց ընտանիքներում, հա։ Մեզ մոտ հակառակն է տեղի ունենում։ Դրսում տղամարդը իշխող է, բայց տան մեջ, ընտանիքի մեջ, երբ որ դուռը փակում ես տան եւ մնում են իրենցով, հենց կինը սկսում է իշխել, որտեղ կինը ոնց ասի, այդպես էլ կա, բայց միայն թե ոչ դրսում։ Հենց դուռը բացում է եւ մի քայլ արվում է դրսից, սենյակից դուրս, փոխում է process-ը, սիտուացիան, նկատած կլինես շատ դեպքերում։ Այդ մի կողմից այդ հին տրադիցիաները, որը դեռ մնում են այսօր, բայց ես տեսնում եմ նոր տենդենսներ, որոնք որ կարելի է բաժանել երկու խմբի։ Առաջի տենդենսը, երբ որ ամուսինները հավասար են, իրենց մտածելակերպով, մենտալիտետով, աշխատանքով, ձգտումներով, աշխարհայացով, իրանք եթե նույնն են, շատ առաջ, շատ դեմոկրատիա է տիրում այդպիսի ընտանիքներում, եւ ես տեսնում եմ ինչ լավ արդյունքների հասնում են թեկուզ ֆինանսապես եւ ինչքան արագ անցնում են առաջ այդպիսի ընտանիքներ, հա։ Իրենք չեն ուզում միանգամից երեխաներ ունենալ, իրենք երկուսն էլ հավասար ձգտում են ինչ որ կարիերնի առաջընթացի, հասնում են այդ կարիերային, ուսուցում են, սովորում են, գնում են առաջ, ընդհանուր բնակարաններ են առնում, ճամփորդում են եւ այլն։ Այդպիսի տենդենսը ես տեսնում երեխաները դա հետո, գուցե եւ դա ճիշտ է։ Եվ տեսնում եմ երկրորդ խմբի տենդենսը, երբ որ կինը ավելի գործունյա է, ավելի աշխատասեր է, ավելի առաջ գնացող է, ամուսինը չի հասցնում իր հետևից, հետո որ տեսնում է, որ չի հասցնում, հիասթափվում է, չի ուզում էլ առաջ գնա, ու տենց հիասթափված վիճակ։ Եվ ինչ որ տենց առաջ ընթաց չկա տենց ընտանիքներում, իտոգում դժգոհություն եւ լավ վերջավորություն չի լինում։ Ես կարծում եմ, որ առաջի տենդենս, երբ որ ամուսինները երիտասարդության մասին է խոսքը, այդպես հավասար նույն հիմունքներով գնում են առաջ, դա ես տեսնում եմ եւ շատ սիրում եմ այս սիտուացիան։ Տեսնում եմ, որ առաջ են գնում։ Այդ տենդենսն եմ ավելի շատ հիմա նկատում։ Մնացածը չեն բերում դեպի լավը։ Մնացածը հետ ընթաց են տանում, հետ են գնում։ Ամեն դեպքում փոփոխության կարիք կա։ Աղջիկները այսօր աղջիկները կարող միանշանակ ասեմ,
ավելի առաջ են ամեն հարցում, նպատակասլված են, ուզում են լինեն ինքնուրույն, գնում են առաջ եւ տղաները իրենց տեսնելով պիտի իրենք էլ ընկնեն առաջ, ավելի առաջ պիտի ընկնեն, ոչ թե հիասթափվեն, հասկանում ես։ Եվ մենք բնավ չենք խոսում այն մասին, որ տղամարդիկ թույլ են եւ կանայք ուժեղ, մենք ուղղակի խոսում ենք այն մասին, որ տղամարդիկ պիտի ավելի ձգտեն, որպեսզի կարողանան։ Ինձ թվում է մեկ-մեկ, որ կինը ունի մայրական ինստինկտ, դա գիտակցովի է ստացում, այդ ինստինկտն է բրդում, որ իրանք ավելի արագ ընդունեն որոշումներ եւ գնան առաջ, հասկանում ես, որտեղ ինքը հետագայի մայր է, ինքը այդ ինստինկտը իր մեջ կա, ուզես թե չուզես, եւ դրա համար է ինքը ավելի շուտ կողնորոշում տարբեր սիտուացիաների, особенно այս վատ իրավիճակների մեջ, կրիզիսային վիճակների մեջ ավելի շուտ է կողնորոշում։ Հիշի 90-ականները, հիշի մեր ծնողներին մեզ, ինչու՞ չէ, 90-ականները, երբ տղամարդիկ արիենտիր չունեին, կանայք շատ արագ հասկանում են ինչ եւ ոնց պիտի անեն, որ իրենց ընտանիքը ապահովեն, երեխաները կուշտ լինեն եւ այլն եւ այլն։ Դա ոչ թե թուլության մասին է խոսում, այլ բնազդի մասին։ Տղամարդը չի կարող դառնալ մայրիկ, այդ պարզա, խաչա հիմա փոխված է տենդենցիաները, չեմ կարող ասել, ինչ կլինի վաղը, բայց ամենադեպս այս ինստինկտը, որը կինը ունի, դրանից է բրդվում այդ առաջընթացը, ինձ թվում է դա է։ Ձեր կարծիքով ամուսնության համար հարմար տարիք գոյություն ունի, թե Ոչ, արդեն ոչ։ Ինձ թվում է, որ ես անձամբ, որ եթե իմ մասին խոսեմ, նոր պատկերացնում ես, պատրաստ եմ ամուսնանալու։ մի նմանատիպ ներսում, ինքս իմ ներսում։ Իսկ ես այնքան հանգստացած եմ արդեն, էլ ներվերս չկա, այդ գժական պահերը չկան, որը որ խանգարում է։ Ես արդեն կայացել եմ, հանգիստ եմ, հասկանում ես, ես հիշում եմ, որ ես 20 տարեկան եմ, երբ որ ես ամուսնացա եւ հիմա մեծ տարբերություն է, ես չեմ պատկերացնում, խեղճ տղամարդիկ ոնց են դիմացել։ Ուզում եմ ասել, որ այդ պատրաստ լինելը, այդ ներսի աշխատանքն է։ Հիմա ունակ ես պատրաստ եմ, իսկ 40 տարի առաջ պատրաստ չէի։ Ես լիովին հասկանում եմ ձեզ, նմանատիպ մի խոսակցություն։ Դա չի նշանակում, որ առաջարկներ անեմ։ Մեկը չեմ համաձայնվի, բայց ուզում եմ ասել, որ ես հիմա ներսում, հիմա պատրաստ եմ այն նոր հիմա, քան այդ տարիներ առաջ։ Բայց ուզում եմ մի փոքր պատմեք ոնց պատահեց 20 տարեկանով որ ամուսնացաք։ Լսի, գիտես, սերը, այդ զգացմունքները իրանք մետամորֆոզայի են ենթարկվում տարբեր տարիներին։ Հիմա եթե քեզ հիշես 15 տարեկան առաջի սեր, ես հիշում եմ դպրոցում սիրահարվել էի մի տղայի։ Ես մոտավորապես 14-15 տարի այդ վատ շրջանն էր։ Տեսել եմ մի հատ տղա, այնքան էլ գեշ էր, բայց իրան որ տեսա աչքերի մեջ արտահայտությունը սիրտը սկսեց բաբախել։ Տեսնում էի արդեն ուշաթափվում է, հենց կարիդորում դպրոցի տեսնում էի։ Հիմա պարզվեց, որ այդ տղան իմ վրա ուշադրություն չի դարձնում ընդհանրապես։ Ես սիրարված այլ աղջկա համար ուրիշ դասարանում։ Բայց քանի որ իմ ընկերուհիները չէին դիմանում այս իմ վիճակին, որ ես հենց ուշաթափված վիճակ էի, պատկերացնում ես, կանչեցին այդ աղջկան տուալետ իմ ընկերուհիները։ Տյոմնի արեցին, թե բա լսի, յանք տաս այս տղայից, որտեվ այս մեր ընկերուհին բարի է գնում։ Այսպես բաներ ա եղել, պատկերացնում ես, ես այնքան էմոցիոնալ է, այնքան ցած մեջցս եռում էր, որ ես ինձ ասում եմ քեզ։ Ինձ ասում են, «Բան գեշալ մետ նայ ֆոտոն», ասում եմ, չեք հասկանում, նայ։ Տարբեր տարիքներին տարբեր զգացողություն, դա քեզ մեջ է, դա հեչ այս տղաների հետ կապ չունի։ Դա քեզ մեջ ինչ որ քիմիա կամ ինչ որ մի բան արտնանում, հա։ Իսկ ամուսնանալ ես ամուսնացա 20 տարեկան, 21-ում արդեն ունեցա բալիկ, որովհետև այդտեն սիրարվեցի մի շատ գեղեցիկ, իսկապես գեղեցիկ տղա է, շատ գեղեցիկ։ Ես միշտ սիրում եմ, որ տղայի աչքերը լինեն բաց գույնի, կանաչ կամ կապույտ, դա իմ իդեալն էր, որ ասենց աչքերը լինի գեղեցիկ ու աչքերի մեջ լինի ինտելեկտ, քիչ առաջ ասեցի։ Այդ ինտելեկտը ես հենց տեսնում եմ, ուշքս անցնում էր արդեն, հա։ Այդպես ես տեսա սեր գոյություն ունի 20 տարեկանների ժամանակ, դա մի քիչ ուրիշ սեր արդեն։ Կիրք աշխատում էստեղ, սեր աշխատում, էմոցիաները, սիրտը, բաբախում ալրիվ եւ գարունա, եւ ձմեռա, եւ ամառա, եւ ինչ ասես, հա։ Եթե քեզ թվում է, որ նայա եւ վերջ, եթե չլինի դու կմեռնես, իսկապես է մահանում ես, եթե կողքը չի։
Պուլսը դանդաղում է, ճնշումը ընկնում է, ես ֆիզիկապես զգում եմ դա։ Այդ աստիճանի։ Հա, իհարկե։ Ես ուզում եմ ասել, որ ես իմ կյանքում շատ երջանիկ մարդ եմ, իսկապես մարդը գիտես կան ապրում են, չեն զգացել այդ ամեն ինչը։ Եվ բոլորին թե չէ տրված այս զգացողությունները, այ խմել այս գինին միջև վերջ ու վայելել սրա հետևանքները, հասկանում ես, որ սենց բոլորին չի դա տրվում։ Ես այն մարդկանցից եմ, այն երջանիկ մարդկանցից եմ, որոնք որ մի քանի անգամ չէ, ըմպել են այս ամբողջ գավառը, ասես խմել են ու գավաթա ու ոչինչ հասկացանք։ ու վայելել են այս իրանից հետո բերված այս համը։ Այդպես ես սիրեցի շատ, բախում էր սիրտս անդադ։ Ու որոշեցինք, որ սա է եւ վերջ, ու ամուսնացանք։ Ինքը 20 տարեկան, ես 20 պատկերացնում ես։ Ես արդեն չեմ պատկերացնում։ Ես էլ հետ եմ նայում, ասում եմ աստվածին։ Ես հիշում եմ իմ հայրիկը եկավ, ասեց չի կարելի այս տարիքում ինքը չկայացած դու ոբշի մի խոսքով։ Ասեց ես հիմա կպարկեմ այստեղ ու դու ինձանով պիտի չանցնես, ասեցի խնդրում եմ մի պարկի, որտեվ կանցնեմ։ Ես քեզ շատ եմ սիրում, բայց մի արա։ Ես անցնելու էի։ Այսինքն հնարավոր չէր այդ երկրաշարժը դադարեցնել։ Ու այդպես ընդունեցին։ Ես շատ շնորհակալ եմ իմ ծնողներից։ Իրանք ընդունել են ամեն բան, ինչ որ ես արել եմ իմ կյանքում։ Հատկապես հայրիկս։ Ինքը միշտ ինձ ասել է մի բան. ես քո կողքին եմ։ Միշտ հայ հայրիկս, ոչ թե չհայ մայրիկս։ Ուզում էի դա ասել։ Հակառակն էր մեզ մոտ։ Ինչքանով է կարևոր, ես գիտեմ ինչքանով է կարևոր, բայց այդ ծնողների երեխայի կողքին միշտ լինելը ցանկացած պարագայում, անգամ եթե դու գիտես, որ քո երեխան սխալ է։ Ես ուզում եմ ասեմ մի շատ կարևոր օրենք, մենք միշտ պետք է լինենք մեր երեխեքի կողմից։ Սխալ են կամ ճիշտ։ Դա օրենք պետք է լինի։ Իրենք միշտ մեր համար պետք է լինեն ճիշտ։ Մենք իրանց լավը եւ վատի կողմն ենք։ Իրենց պիտի կողքին լինենք եւ եթե երեխան դա զգում է եւ գիտի, հավատացեք իր սխալները քիչ են լինելու եւ ինքը շատ վստահ անցնելու է այդ դժվարությունները, որը ինքնստինքյան իր կյանքում հայտնվում են։ Իմ հայրիկը այդպեսինն է, ինքը միշտ հիմա կա Փարքաստո, ինքը միշտ իմ կողքին էր։ Բոլոր իմ աննորմալ երևույթներին, ինչ որ ես անում էի, թեկուզ բիզնեսի մեջ, ես ռադիոն որ սկսեցի գումար չունեի, մի տուն ունեինք, մի բնակարան, որը ես գնացել էի եւ զալոգ էի դրել բանկում, որովհետեւ պետք էր գումար։ Իմ մաման 3 օր ստրեսի մեջ պարկած էր, ասեց, եթե տունը մեր ձեռքից վերցնեն, ինչ ենք անելու։ Ինքը ասեց, մի անհանգստացի, մենք գյուղում մի հատ դաչա ունենք, ապրենք այնտեղ, եթե չստացվի։ Այո, հասկանում ես, իրավստահությունը, այդ իրավստահությունը ինձ այնքան մեծ պատասխանատվություն էր տալիս, որ ես մեռնելով էլ պիտի այնպես անեի, որ իրավստահությունը չկորեր, հասկանում։ Ու ստացվեց։ Իհարկե, մեկ տուն էլ չէ, 2 էլ դարավ, 3 էլ եւ 4 էլ։ Ուզում եմ ասեմ, իրավստահությունը, ինձ հավատալը, ինքը ինձ շատ ուժ էր տալիս, շատ։ Միշտ պետք է ծնողները լինեն երեխաների կողքին, այդ միանշանական։ Միշտ։ Ուզում եմ նաև ձեր էմոցիաների եւ ձեր սիրո մասին խոսենք, նաև Խոսեցինք։ Չէ։ Էլի շարունակություն ունի։ Որովհետեւ այդ առաջին ամուսնությունը ավարտվեց, երբ թե շատ երկար չտևեց։ Տևեց երկար, 10 տարի։ 10 տարի տևեց, հա, բայց ավարտվեց։ Ավարտվեց։ Բայց այս պատմության մեջ ինձ ամենագրավիչ հատվածը ձեր երկրորդ ամուսնությունը չէ, այլ ձեր երկրորդ ամուսնությունից ձեզ մնացած ձեր տղան, որի մասին երբ որ դուք խոսում էիք, ձեր աչքերը փայլում էին։ Փայլում են, միշտ։ Ես ուղակի ուզում եմ դուք մի փոքր պատմեք, որտեվ այդ դուք շատ եք հարցազրույցներ տվել, բայց այդ մասին շատ չեք խոսել։ Ես ամենայն դեպս գրեթե չեմ լսել, բայց շատ գեղեցիկ պատմություն է, ոնց ստացվեց, որ ամուսնացաք եւ այդ տղան, որի հետ միջև հիմա դուք ասում եք իմ տղան ու ես ուղղակի հիանում եմ այդ ձեր մեծ սիրով։ Այս սերը ես ստացել եմ առաջինը իրենից, ինքը այդ ժամանակ ես աշխատում էի սպեցնազ կար այդ ժամանակ, Ամարաս Արտուրն էր Ալեքսանյանը, մեր կոմանդիրը սպեցնազի, Ամարասի Արտուրը, Ղարաբաղցի մեր, ինքը կոմանդիրն էր այդ սպեցնազը, ես ընդեղ աշխատում էի ինֆորմացիոն անալիտիկ բաժինն էի ղեկավարում եւ
Մի սիրունոր տեսա որ պլացում մի հատ տղա է վազում։ Շատ ցենց թմբլիկ փոքր տղա։ Անդադ էսպես վազում է զորամասում։ Մի օր տեսա, երկրորդ օրը տեսա, ասում ես երեխան ինչ անում է զորամասում, անդադ տեսնում եմ էլ էս երեխային էստեղ։ Զորամասը երեխաների համար չէր։ Ասեցին մենք շտաբի պետ ունենք, նա կին չունի, կինը մահացել է Ղարաբաղի առաջի պատերազմի ժամանակ, իր տղան է այստեղ վազում է։ Ոնց մի անգամից այդ տղան այդ սերեր առաջի հայացքից, հասկանում ես։ Բայց դուք արդեն երկու երեխա ունեիք։ Այո, ես արդեն երկու երեխա ունեի, արդեն բաժանված էի, արդեն իմ կյանքով ապրում էի, արդեն ռադիոյի ուզում ստեղծել։ Հա, այտենց մի սիրուն ես իրան հարցրեցի, ինչ անունը տղայի ինչպես է։ Ասեցին Սաշկո, Սաշա Ալեքսանդր։ Ես իրան գոռացի պատուհանից։ Սաշկո, ինքը տեսավ ինձ վազեց ինձ մոտ։ Արի, իմ բաժնը մենակ ինձ մոտ էր այդ ժամանակ կոմպյուտերներ երկու հատ դրված։ Ինքը եկավ, ես սկսվեց այդ սերը, ես իրան սիրեցի առաջի հայացքից, հասկանում եք։ Տենց լինում է։ Ինքը սկսեց գալ, գնալ, կոմպյուտերի վրա խաղեր խաղալ։ Ես իրան համով բաներ էի բերում տնից, ուտացնում էի եւ այլն։ Մի օր ինքը ինձ գրկեց, ասեց կլինես իմ մաման։ Ու ես այսպես սենց սառեցի, ինքը ասեց, որտեվ ինքը զգում էր, որ ես իրան համակրում եմ, սիրում եմ, շատ տենց տակցուն էի տալիս իրան։ Ասեցի կլինեմ։ Ու սկսեցի արդեն ավելի այդ երեխայի նկատմամբ Պատկերացնում եմ։ ինքը փոքր էր։ Հետո եկա իր հայրիկի մոտ, ասեցի բարև ձեզ, գիտեք, ասեցի ես տանը երկու երեխա ունեմ, ասեցի կարելի է ես Սաշկոին տանեմ ինձ մոտ, որտեղ ինքը զորամասում էր քնում։ Հասկանում ես, սալդատների հետ հաց էր ուտում։ Հա, մնում էր այդտեղ։ Այո, հա, շատ բարդ էր։ Ասեցի հիմա ասում եմ արձակուրդները ձմեռային, կարող ես մեր տուն տանեմ, ասի դու կարող եք գալ տեսնել մեր պայմանները, ես այս ինչ մարդու աղջիկն եմ, ես այստեղ աշխատում եմ, ինքը իմ պապային լավ գիտ ճանաչում էր։ Մի խոսքով ասի կարող եք գալ, ես հրավիրում եմ, մի հատ կտեսնենք իմ պայմանները, որպեսզի երեխան գոնե մնա ինձ մոտ, երեխաների հետ։ Չէ, ասեցի իհարկե սիրով եկավ մեր տուն, հա տեսավ, ասեցի դե Սաշկոն կմնա արդեն մեր տանը երեխաներիս, ասեցի, մենք արդեն կմնա մեզ մոտ հյուր հլվոր։ Իսկ երեխեքը ոնց ընդունեցին։ Հյուր, նորմալ, շատ նորմալ։ Սաշկոն մնաց մեզ մոտ, հետո այդ մի ամիս, երկու ամիս մնաց, հետո մենք շատ մոտիկացանք արդեն, ոչ թե ես ու ինքը, այլ տատիկ, պապիկ, երեխաներ շատ մտերմացանք, շատ սիրեցինք, ոնց որ մեր տան երեխան լիներ։ Հետո ես իր հայրիկն էլ գնում գալիս էր դե երեխայի մոտ, համել այնպես չէր, գալիս էր, գնում էր, տեսնում էր, աչքի տակով ինչա կատարվում։ Բնականաբար։ Հա, ես այդ ժամանակ ավելի ջահել, ավելի նիհար, ավելի գեղեցիկ, ավելի էներգիչնի, հա, բնականաբար պետք է դուրը գայի, նորմալ էր, հա։ Ես համարում նորմալ։ Ինքն էլ գիտեք ինչ, ինքը Աֆղանստանում ծառայում էր, ինքը շատ լավ զինվորական էր, ինքը ինձ անգամ պատմում էր եւ ես տեսել եմ այդ թղթերը, պլակատները, որ Աֆղանստանում իր գլխի համար շատ փող էին տալիս աֆղանցիները, եթե իրեն բռնեն, որտեղ ինքը շատ լավ սնայպեր էր, ինքը ոչ շատ լավ, շատ հզոր զինվորական մարդ էր, ինքը Ռիզանսկի ՎԴՎ-ն էր վերջացրել, դեսանտնիկ էր, շատ վայրենի դեսանտնիկ, շատ ուժեղ տղա էր, մարդ էր էլի։ Այդ ժամանակ բնականաբար ինձ դուր էր գալիս իր տղամարդկությունն, այդ ինքն դեղացարայել, հա, մի խոսքով իր զորամասում շատ հարգում էին, ինքը ինձ ներս էր գալի բոլորս սառում էր։ Իհարկե, իհարկե պետք է դուր գար, որ ասեի դուր չեր գա, սուտ կասեի, սկստեի։ Մի խոսքով ինքը սկսեց գնալ, եւ այդպես մեր մեջ էլ արդեն հարաբերություններ ծնվեցին որոշ չափով։ Ես իրան մինչև կյանքիս վերջ ասել եմ դուք, ու ասել եմ անուն ազգանունով, երբեք դույով չեմ դիմել, այո, ոչ դու եմ ասել, ոչ անունով եմ դիմել։ Այդպես ինքը իմ համար մնաց վի ու իր անուն ազգանունով, պատկեր անուն եւ հայրանով էի դիմում։ Մի խոսքով, երբ որ արդեն եկավ հարցը նրան, որ երեխաներին, ես երեխային արդեն պիտի վերցնեմ, ինքը պիտի դպրոց գնար եւ այլն, ասեցի ես ուզում եմ թող երեխան գա, բայց ոնց ենք իրան ձևակերպում, ապիկունստվա կամ ինչ-որ տենց մի բան, մենք պիտի ամուսնանայինք, որտեվ այդ ժամանակ պիտի գնայինք ԶԱԳՍ, որպեսզի երեխայի հարցը լուծեինք։ Ու պարզվեց, որ ինքը մեկ երեխա չունի, այլ երկու, եւ մի սիրունոր ինքը ասեց, ես բերեց մի հատ աղջիկ, նա էլ 6 տարեկան թե 5, ասեց, բայց ես մի հատ չունեմ, երկու հատ ունեմ, ասեցի, мы так не договаривались։ Պատկերացնում ես, կանգնում է ինքը իր հետևից մի հատ փոքր, սենց մի հատ կապուց սենց
կասին ինչ կայով մի հատ փոքր բալիկ, նիհար, կապուտ, կապտած, վայ, որ սենց չտեսա սիրտս ճմուր, ինչ անե, ես հո չէի ուղարկի հետ, Ոչ։ չէի կարող, Այս մեկին էլ ենք ես մի հատ էլ ունեմ, ասեց ես երկուսը և վերջ, ասեց, վերջ, և այսպես սկսվեց մեր արդեն ուրիշ կյանքը, մենք դարանք 4 բալիկ, ասեմ ձեզ, որ իմ մայրիկ, էլի նորից վերադառնամ իմ ծնողներին, կեցեն իրանք և իբար բոլոր ծնողներին, որոնք այդպեսի, ես շատ երջանիկ մարդ եմ, որտև ունեմ այսպեսի հասկացող և միշտ իմ կողքը լինող մարդիկ, որտև իրենք հարց չտվեցին ինձ, էս ինչա, ոնց պիտի լինի, Պողոս ձյաձյան ինչ կասի, Վարդուշ տատիկը ինչ կմտածի, նման բան չկար, որովհետև նորից վերադառնալով իմ տատիկին, հմուտ տատիկին, միշտ ասում էր, չկան ուրիշ երեխաներ և չկան ուրիշ ծնողներ, եթե ծնողները մեծ են, բոլորը քոնն են, և երեխաները, որոնք չունեն մայրիկ, բոլորը քոնն են։ Իմ տատիկը պատերազմ անցել Ուկրաինայում շատ դաժան վիճակի մեջ, օգնել է շատ հրեա ընտանիքներին և շատերին, և իր այդ փորձը ինքը տվեց ինձ, նետու չուժիխ детей и нету чужих родителей, էդ ասում էր իմ տատիկը, երևի դրա համար և իմ ծնողները ընդունեցին ուրիշի երեխաներին որպես իրենցը, և երբեք հարց չծագեց ով են սրանք և ինչի պետք է մեզ մոտ ապրեն։ Հակառակը իմ երեխաների ամենը կիսվեց իր սենյակով, աղջիկս կիսվեց այն փոքրի հետ իր աղջիկներով, տղաները գնացին այլ սենյակ և այդպես այդ օրվանից մինչև այսօր իրանք համերաշխ աղբերներ են և քույրիկներ, որտև այդպես ստացվեց շատ երկար տարիներ, աղջիկը մեծացավ և շուտ պոկվեց մեր ընտանիքից, ինքը գնաց հետ Ղարաբաղ, ամուսնացավ, հիմա իրանք Ստավրոպոլ, Կրասնոդար այն կողմերն են, այդքան կապ չունենք, իր ընտրություններ, այդ շատ կապը չունենալու, ինքը դեպ ասեմ իմ մամայի հետ է շատ մեծ կապ ունի հիմա, ինձ հետ այդքան չէ, դե բոլորի համար չես կարող լավը լինել, բայց Սաշկոն առաջի օրվանից երբ որ ասեց կդառնաս իմ մաման, մինչև այսօր իմ տղան է, իմ ամենասիրելի տղան, որտև ինքը 24/7-ի վրա իմ տղան է իմ կողքը։ Ինքը այստեղ չի ապրում, բայց գիտեմ, որ դուք անընդհատ կապի մեջ եք։ Այո, իհարկե, ինքը ամուսնացել է, ունի շատ լավ ընտանիք, շատ լավ ռուսկին, 2 բալիկ, ինքը հիմա ապրում է Վրաստանում, աշխատանքի առումով, և մենք անընդհատ կապի մեջ ենք, ոչ թե միայն հեռախոսով, այլ անընդհատ իրար հետ կապի մեջ են և իմ երեխեքը Աննան և իմ տղան ունեցան շատ հարազատից էլ հարազատ իրենց եղբայր։ Այդպես էլ դարավ իմ կյանքում Սաշկոն ու ես միշտ դրան ասում եմ, որ ոչ թե Աստված քեզ է ինձ տվել, Աստված ինձ չի տվել քեզ, այլ քեզ է ինձ տվել, որտև ես շատ երջանիկ մայր եմ, շատ, որտև ունեմ քո նման զավակ, շատ։ Այս պատմությունը ուղղակի անհավանական է Ինչի, շատ նորմալ, շատ հասարակ Այսինքն այս պատմությունը, երբ որ լսում ենք, արդեն պատկերացնում ենք կազմում ձեր մասին որպես մարդ։ Իմ ծնողների մասին։ Նաև։ Շատ կարևոր է, եթե իմ ծնողը, նայ Աննա ջան, եթե իմ ծնողը ասեր չէ, ամբողջ ծանրությունը ընկած էր ծնողներիս վրա, հատկապես մայրիկիս վրա, որտև ես աշխատում եմ, ես այս կամպանիան պիտի ուտեր, հագներ, սովորեր, մանգար, չէ, պետք է մտածել սրա մասին, չէ, ամբողջ ծանրությունը մայրիկիս վրա էր, դպրոց տանելը, բերելը, պատկերացնում ես այդ քանի հերթ էին, այդ ամենը անում էին իմ ծնողները, իմ մայրիկս հիմնական, այդ առօրյան ուտելիքը և այլն, ես բերողն էի և երեխաների հետ զբաղվող շաբաթ-կիրակի օրերին և կոնկրետ հարցեր լուծողը, եթե իմ ծնողները չլինեին, ես չգիտեմ ես տակից ոնց է դուրս գալու, այս ծանրությունն է մեծ պատասխանատվություն, հասկանում ես։ Ուզում էի հարցնել, ինչպես է ստացվել, որ ձեր ծնողները այդպիսին են, գուցե որ հայ չեն, բայց հետո հիշեցի, որ չէ, պապան ձեր հայ է, ոնց կարող է լինի։ Ուղղակի այդպիսի մարդիկ են, այն սերունդի լավ, ճիշտ ապրող, ճիշտ հիմունքներով, ճիշտ նաստրոյկաներով։
Այդ որ տելևիզոր առնում ես ճիշտ настройка պիտի ունենա, մարդիկ ճիշտ Գիտեք настройка ինչի եմ ես հարցը բարձրացնում, որովհետև հատկապես այդ սերնդի ծնողները հիմա փոխվել են։ Այդ սերնդի ծնողները մի քիչ այլ կերպ էին մտածում։ Տեսեք, ես հաղորդում էի պատրաստել օրինակ ընտանեկան բռնության մասին եւ ծնողները ուղակի իրենց աղջկանից երես էին թեքել եւ սա առաջի դեպքը չէ, ինձ անընդհատ նամակներ են ուղարկում, պատմեն, ինձ համար զարմանալի է, որ հենց այդ սերնդի ծնողները ու այդպիսին են։ Գիտես ինչու ինձ թվում է, որ իրանք շատ դաժան ծանր կյանք են ապրել իրենք, ամեն մեկը, իմ ծնողները եւ այդ սերունդը առհասարակ, եւ իրանք գինը, լավի գինը գիտեն, վատի եւ լավի գինը։ Մեր տան մթնոլորտը միշտ եղել է շատ առողջ, մեր տանը ձայն չի բարձացվել, էլ չեմ ասում մնացած անախորժությունները չեն եղել, շատ սիրելի զույգ է միջև հիմա իմ ծնողները, եւ ես ասեմ քեզ, ես որ բաժանվեցի իմ ամուսնուց, ես ունեի հնարավորություն գնայի առանձին ապրեի, որը ամենահեշտը կլներ ինձ համար, իմ առօրյա կազմակերպելու համար, ընկերուհիներս կգային, կշփվեինք, աղմուկ կլներ եւ կուզեինք հավաքվեինք, բայց ես գերադասեցի իմ երեխաների հետ մնալ ծնողների մոտ։ Մի պատճառով այնինչ որ իրենք են տալու, այս իրենց մեջի հարաբերությունները ես տալ չէի կարող, ինչ գումարնել էլ չաշխատեի, այս իրենց օրինակը չէի կարողանա ես տա երեխաներիս։ Իսկ ես համարում էի, որ դա ինձ ընկելա մի հատ լատարենի տոմս, սենց ծնողների հարաբերություններ ունենալ, ես դա ուզում եի ամենալավը ցույց տալ երեխաներիս։ Եվ մտածինք ծնողներիս հետ երեխաներս տեսան, թե ինչ է նշանակում կին տղամարդու հարաբերություն ճիշտ։ Լավագույն դաստիարակությունը օրինակն է։ Այո։ Դուք անընդհատ խոսքի մեջ շեշտում եք ձեր տատիկի մասին։ Ինձ համար էլ դա շատ հարազատ թեմա է, որովհետև ես էլ նույն ձևի կապված եմ եղել իմ տատիկի հետ։ Հիմա մենք շատերս գերադասում ենք առանձին ապրել տատիկ-պապիկներից, բայց ձեր կարծիքով տատիկ պապիկի ներկայությամբ եւ դաստիարակությամբ մեծացած երեխաները տարբերվում են այն երեխաներից, ովքեր առանձին են, ծնողների հետ են ապրել եւ որքանով է դա կարեւոր, որ անընդհատ շփվեն տատիկ պապիկների հետ։ Անհրաժեշտությունն է մեծ, անգամ ֆիզիկոսները, քիմիկները ասում են դրա մասին, որ էներգիան եւ այդ քիմիան, որը տալիս է տատիկ պապիկը թորնիկին, ֆիզիոլոգիայով անգամ շատ մեծ օգուտ է բերում, ֆիզիոլոգիչեսկի պատկերացնում էլ չեմ ասում մնացածը։ Ուղղակի ժամանակներն են փոխվել։ Մեր նեյրոկապերը, որոնք նոր են զարգանում, այլ նեյրոկապեր են, բնականաբար նոր ինֆորմացիա, նոր նեյրոնային կապեր եւ նոր մոդելներ, մեր պավիդենիայի մեջ նոր մոդելներ են հայտնվում։ Դա այդքանով մենք մեղավոր չենք, դա կվանտովի ֆիզիկա է, կվանտովի перехода, նեյրոկապերը, ինչևից է, մեր բանն էլ է փոխվել, պավիդենիան էլ է փոխվում, հասկանում ես։ Եվ մենք դառնում ենք, ուզում ենք ավելի մեկուսացված լինենք, մենք ուզում ենք ավելի հանգիստի մեջ լինենք, որտեղ ինֆորմացիան այնքան շատ է, այդ մեր պրոցեսորը այնքան արագ է աշխատում, որ մեկ-մեկ ուզում է մի քիչ հանգստանա։ Ես հասկանում եմ եւ այն մարդկանց, որոնք ուզում են մենակ ապրել, ուզում են հանգիստի մեջ ապրել, իրենք մեղավոր չեն, այդպիսի մոդել է հիմա։ Բայց տատիկը, պապիկը պարտադիր պիտի լինեն մարդու կյանքի մեջ։ Եթե ոչ միասին ապրել, ապա ամեն ինչ անեն, որ հաճախակի ժամանակ անցկացնել իրանց հետ, որտեղ այդ հարստությունն է, եթե մենք այդ վերջի պորտել կտանք, շատ տխուր կլինի։ Հասկանում ես։ Հիմա երբ որ արդեն ձեր երեխաները մեծացել են, համեմատաբար թորնիկներն էլ են մեծացել, ձեզ ժամանակ մնացել է ինքներդ ձեզ հետ շփվելու եւ մի կարեւոր հարց ունեմ, երբ որ երեխաները մեծանում են, թորնիկները մեծանում են, ու արդեն մնում ես մենակ, չասեմ ամբողջովին մենակ, բայց մնում ես մենակ որպես կին, եթե չունես քո կողքին տղամարդ, ինչ որ ճգնաժամային վիճակ է գալիս։ Եղել է տենց փուլ, անցել եք, թե ընդհանրապես չի եղել։ Դեռ այդ փուլին չեմ հասել ճգնաժամային, հակառակը ուրախ եմ, որ բոլորը մեծացել են։ Գիտես ինչ, որտեղ վերջապես ես սկսում եմ ունենալ ժամանակ ինքս ինձ համար։ Ես դեռ շատ մեծ տարիքում չեմ, որ ոչինչ չուզեմ, հակառակը ես ունեմ չկայացած իմ
երազանքները, որոնք դեռ չեմ կայացրել, որոնք որ կախված են ժամանակի հետ, բայց իրենց ունեմ, ուզում եմ, եւ վերջապես հիմա ես կարող եմ ասել, որ բոլորը մեծացան եւ ես արդեն ժամանակ եմ գտնում ինքս ինձ համար, որտեղ ես շատ կարոտել եմ ինքս ինձ։ Շատ եմ կարոտել ինքս ինձ ժամանակ անցկացնելով, ինքս իմ հետ խոսելու, ինքս ինձ հասկանալու, որպեսզի ինձ ոչ ոք կողքից չբզբզա, չհարցնի, անդադ մի բան չուզի, հասկանում ես։ Ես հիմա վայելում եմ ու ես հույսով եմ դեռ որոշ ժամանակ կվայելեմ այս կարոտը ինքս ինձ հետ լինելու, ինքս ինձ հետ ժամանակ անցկացնելու, անել այն, ինչ որի մասին ես երազել եմ տարիներ առաջ եւ չեմ կարողացել, վերջապես ռեալիզացնեմ ես իմ երազանքները։ Վերջին հաշվով հանգիստ վայելեմ աշունը, պատկերացնում ես, չշտապելով ոչ միտեղ քայլեմ Երևանի փողոցներով, չմտածելով, որ երեխային պիտի վերցնեմ մանկապարտեզից, այնտեղ պիտի սա անեմ, նա անեմ։ Դա երջանկություն է։ Երջանկություն է այդ վազքից հետո կանգնել եւ վդրուկ տեսնել, ինչ գեղեցիկ է Երևանը, աշնանը։ Պատկերացնում ես, քայլել հանգիստ, տեսնել մարդկանց, ժամանակ գտնել ես քայլում եմ հիմա ոտքով, տանից գալիս եմ աշխատանքի, տեսնում եմ մարդկանց, կարողանում եմ իրենց հետ շփվել, վազքի մեջ չեմ, ավտոմեքենան կանգնացրել եմ, ավտո էլ չեմ նստում, որտեղ ավտոմեքենայի մեջ ոչ մարդ ես տեսնում, անդադ ներվայնանում ես, խցանում, գժվում ես, իսկ ստեղ դադարում եմ ինչը։ Հիմա ժամանակն է ստոպ տալու, ժամանակն է մի քիչ կանգ առնելու, ժամանակն է մի փոքր դանդաղացնելու այս վազքը եւ խորանալ ինքդ քեզ մեջ եւ շուրջը տեսնել, քան գեղեցիկ է։ Ես անգամ չեմ էլ տեսել ինչքան գեղեցիկ է այս ամենը։ Իսկ ընկերները, ես կարծում եմ, որ երբ որ մեծանում ես, սկսում ես շատ հարցեր վերանայել, որոշ մարդիկ հեռանում են կամ դու ես իրենցից հրաժարվում, որովհետեւ ստացվում է մի բան, որ ուղղակի էներգետիկապես չես կարողանում ընդունել ամեն մարդու ներկայությունը։ Եղել է այդ պահը, գնացել են մարդիկ, մնացել են ինչ-որ մարդիկ։ Ես դառել եմ սոցիոպատ։ Պատկերացնում ես, ես այնքան անդադ մարդամեջ էի, որ հիմա ուզում եմ մարդկանց մեջ չլինեմ։ Վերջի 5 տարվա ընթացքում հաստատ 20 թվից այս կողմ ես չեմ ուզում լինեմ մարդկանց մեջ, չեմ գնում այդ սելեբրիտների տուսովկաների մեջ չեմ մասնակցում, ոչ մի նման հրավերք չեմ ընդունում, հոգնել եմ ինքս իմ վիճակից, իրենցից չէ։ Ես ինքս իմ վիճակից, երբ որ ես այնտեղ եմ, ես հոգնել եմ, որովհետև ես դատարկություն եմ ինքս ինձ մեջ զգում, երբ որ գտնվում եմ նման վայրերում, ես ինքս եմ խնդիր, իրենք չէ, ես ինքս, ես չեմ ուզում։ Եվ դրանից ելնելով քիչ եմ շփվում հիմա ընդհանրապես մարդկանց հետ, որոշ ընկերներին չեմ ուզում տեսնել, շատ դեպքերում չեմ, գիտեմ, որ իրենք կան, իրանք էլ են նույն կարգավիճակում ոնց որ եւ ես, ինձ բավական է իմանալ, որ իրանք լավ են, ամեն ինչ լավ է եւ բարբերաբար մեկ անգամ կարելի է զանգել իմանալ օքեյ է սաղ թե չէ, բայց չշփվել։ Հիմա ժամանակն է ինձ չշփվելու։ Ես չեմ ուզում հիմա, խուսափում եմ բոլոր միջոցառումներից, ծնունդներից, հարսանիքներից, ամեն ինչից, պատճառ եմ ման գալիս, որ չգնամ, հա։ Ես այսպես ինձ լավ եմ զգում, 2-3 ընկեր ունեմ ամենահարազատը, որոնք իմ կյանքում դեռ կան, որտեղ իրենց հետ ես պետք չունեմ էներգիա ծախսելու, ինչ որ բան խոսելու, մենք կարող ենք հանդիպել 2 ժամ լուր մնալ եւ վայելել իրար, լուր մնալ։ Հիմա ոնց որ եւ ֆիզիկայում իմ կյանքում այդպիսի ժամանակն է պահել այդ էներգիան, закон сохранения энергии, ես հիմա այդ էներգիան ինձ մեջ կուտակում եմ, որտեվ սպառվել եմ 20 թվին, լրիվ, միջև վերջի կոպեկը սպառվել եմ եւ չկայի, ես այս 5 տարին կուտակում եմ ակումուլատորի պես իմ մեջ այդ էներգիան, որ ինքը ինձ նոր քայլեր տա եւ շունչ փչի, ես նոր բաներ պիտի սկսեմ իրար հետ միասին։ Այո։ Եվ պիտի գնանք առաջ։ Այդ քայլանելու համար էներգիա է պետք, այդ էներգիան ես հավաքեցի։ Լրիվ հասկանալի է։ Իսկ այսքան տարի ռադիոյում
Ռադիոյի հետ կապված էլ ունեք ինչ որ փոփոխությունների մտքեր, թե այդ արդեն անձնական են։ Չէ, անձնական ոչ մի տենց բան չկա, ես ռադիոն ինքը մնում է, ռադիոն դա ուրիշ ոլորտ է հիմա դարձել, ռադիոն էլ է կորցրել այն Գաղտնիությունը, այն սերը, որ ես ամենասկզբից ինչի համար ես սիրում, կամ ես սիրում եմ իհարկե, բայց այդ սերն էլ է փոփոխվել։ Այն սիրուց, որը ես մասին պատմում էի, որ տեսնում էի, ուշաթափվում էի, սիրտս խփում էր եւ այլն, այդ սիրուց այդ սերը արդեն դարձավ ավելի մեծական, ավելի ծերացավ, մեծացավ, փոփոխվեց, դարավ այլ սեր։ Դրա համար այդ սերը միջև կյանքից վերջը կգնա եւ ռադիոն փոփոխվում է, իր հետ կապված ամեն ինչը փոփոխվում է, ամեն ինչ շատ լավ է, բայց ես այդ ցանկությունները եւ երազանքները, որ ասում եմ, ռադիոյի հետ կապված չեն։ Դա այլ ոլորտներ է, որտեղ ես ուզում եմ ինձ նոր ոլորտներում փորձել, նոր սեր լինի, նոր բաներ, նոր էմոցիաներ, այո, որտեղ ստեղ ես արդեն ստացա եւ շարունակում եմ ստանալ, բայց ես կարիք ունեմ նոր էմոցիաների մեջ եւ իմ անձնական ուրիշ ոլորտներ, որտեղ ես ուզում եմ ինձ փորձել եւ ստանալ այն, ինչ որ դեռ չեմ ստացել։ Ես հիմա մտածում եմ, որ շատ դժվար կլինի այսպիսի գեղեցիկ, կայացած, մեծ ճանապարհ անցած, իմաստուն, գրեթե իդեալական, թերությունը գրեթե շատ սխալվում է։ Գրեթե դրա համար շեշտեցի։ Այսպիսի կնոջ կողքին տղամարդ տեսնել, բացի ինտելեկտից, որ քիչ առաջ խոսում էինք, ասացինք, պատկերացնում եք ձեզ որևէ մեկի կողքին։ Գիտես, մի հատ ասացված կա, хочешь рассмешить Бога, расскажи о своих планах։ Ես պլաներ չունեմ, եւ չեմ էլ պատկերացնում, չեմ էլ իսկապես չեմ էլ մտածում, բայց ասեմ մի հատ գաղտնիք, այն ինչի մասին ես քիչ եմ մտածում, միշտ իրականանում է։ Սրա մասին ես քիչ եմ մտածում, ավելի շատ չեմ էլ մտածում, ավելի շատ մտածում եմ հիմա ինքս իմ մասին, որտեվ ես ինձ հետ մի քիչ հերբացել էի տարիների պատճառով, այդ ամեն ինչի պատճառով հերբացել էի։ Հիմա ես ուզում եմ ինքս իմ մեջ վերադառնամ, այբ որ այդ դեյթը կլինի, այդ սվիդանյան տեղի կունենա միջև վերջ, ես կհագենամ ինքս ինձանով, ես դրա մասին կմտածեմ։ Առայժմ ես ինքս իմ կարոտը ունեմ։ Եվ մի բան եմ ուզում հարցնել, մի քանի անգամ հարցազրույցներում լսել եմ, որ դուք ուզում էիք ունենալ կղզի, որտեղ անցնի ձեր ծերությունը, դա պահպանվում է այդ երազանքը, թե արդեն փոփոխվել է։ Գտել եք կղզին։ Ինքս իմ մեջ է այդ կղզին փաստորեն։ Փաստորեն այդ կղզին։ Արդեն այո, ես իր տեղը գտել եմ, ստույգ գիտեմ որտեղ է։ Այդ կղզին ես եմ ու ինձ դրա համար պետք չէ ֆիզիկի կղզի։ Ինքը արդեն ինձ մեջ է այդ կղզին։ Հրաշալի պատասխաներ։ Իսկապես շատ հետաքրքիր զրույց էր եւ երևի ոգևորությունս, եթե հետո նայենք կադրում անպայման կերևա, որովհետեւ այն ինչ գիտենք ձեր մասին քիչ էր եւ ես հասկացա, որ եթե մենք այսպես զրուցենք, ժամերով կարող ենք զրուցել։ Ես շատ ուրախ եմ, որ այսօր համաձայնեցիք։ Շնորհակալ եմ։ Մենք աղջիկներով երբ որ հավաքվում ենք, այո, այնքան բան կարող ենք իրար պատմել, այնքան բան, որտեղ մենք շատ հետաքրքիր ենք մենք մեզանով, հա, եւ ապրած կյանքով եւ դեռ ամենակարևորը դեռ արժևում է։ Դեռ արժևում է։ Ամենահետաքրքիրը դեռ արժևում է։ Ինձ թվում է, որ մենք իրար հետ հզոր ուժ ենք։ Այո, հաջողություն մեր գործերին։ Հաջողություն բոլորին։ Սիրելի հետևորդներ, եթե ձեզ դուր եք գալիս մեր հաղորդումները, չմոռանաք բաժանորդագրվել եւ անպայման միացեք Տաբուի YouTube-յան ալիքին։ Ցտեսություն։ Մեր գործընկերն է Կինեագինին։ Այն ունի ոչ միայն հրաշալի համ, այլև հոգի։ Համտեսիր Կինեան։ Զգա գինու հոգի։